Վերջերս ես հարցազրույց եմ վերցրել պրոֆեսոր Սուրեն Զոլյանից, այդ հարցազրույցը դուք կարող եք տեսնել շաբաթ օրը երեկոյան առավոտի կայքում, եւ նա շատ կարևոր բան ասաց, մասնավորապես եկեղեցու դեմ պայքարի վերաբերյալ, որ այդ արշավը, որքան էլ դատապարտելի եւ զազրելի լինի, դա բացահայտեց նաեւ դրական երևույթ, որ մեր եկեղեցին անկախ իր բոլոր թերություններից, անկախ իր բոլոր դժվարություններից, խնդիրներից, իր ընդհանրության մեջ, իր հիմքում առողջ է։ Եվ իսկապես 10 եպիսկոպոսներ եւ մի քանի տասնյակ քահանաներ ընտրեցին, թույլ տվեք ասել, Նիկոլամետ շոպլիկության ճանապարհը։ Բայց այդ ստորաքարշությունը իրենց մեջ արդեն կար, եւ եթե չլիներ այդ արշավը, մենք չէինք իմանա, որ նրանք ստորաքարշ մարդիկ են։ Մնացած եկեղեցին, մենք բոլորս, մնացած հոգևորականները ցույց տվեցին, որ իրենք առողջ են, որ իրենք կարող են դիմադրել ցանկացած պետական ճնշմանը, եւ դա իսկապես շատ դրական եւ կասեի նաեւ ոգևորիչ երևույթ է։